Պարոն Չադապյան, թվում էր, թե եկեղեցի պետություն, այս առճակատումը փոքր-ինչ կարծես իշխանությունը հետ քայլ է արել, բայց Նիկոլ Փաշինյանը ավելի այսպես սրեց իրավիճակը նախ կաթողիկոսի նկատմամբ, հետապնդում սկսվեց ու նրա այն հայտարարությունից հետո, երբ որ իր ասուլիսում այսպես անհանգստություն չգիտես ինչու հայտնեց, թե մտադրություն կա կաթողիկոսությունը տեղափոխելու երկրից ու Էջմիածնի գանձերը միասին։ Ինչի մասին էր նա խոսում, ինչ անհանգստություն, ով է ցանկանում կաթողիկոսություն տեղափոխել, որ այսպիսի հայտարարություն արեց։ Գիտեք, ինձ թվում է հարցը հասցեական չի, պետք է այդ անհեթեթ պնդումները անողին այդ հարցը հասցեագրել։ Ես կարծում եմ բացահայտ սուտ է։ Բացահայտ սուտ է, որտեղ այդ հարցը իրանց տրվել է, ասել են փաստեր ունեք ներկայացրեք, բնականաբար ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Ես ձեզ հիշեցնեմ, որ սրանից մեկ ամիս առաջ էլ պնդում էին անում, որ կաթողիկոսի եղբայրը սովետական KGB-ի գործակալ է, ոչ մի փաստ չեն ներկայացրել, կեղծված ինչ-որ հատ թղթիկ էին ներկայացրել, որ հետո անհայտացավ։ Մեկի դեպ ԱԱԾ-ին պաշտոնական նամակ ենք ուղարկել, խնդրել ենք մեր հականերից մեկը, խնդրել ենք, ասել ենք այդ թուղթը մեզ ներկայացրեք։ Մենք տեսնենք այդ ինչ թուղթ է, ինչքանով է ինքը արժանահավատ եւ այլն։ Պարզվեց, որ այս թուղթը ընդհանրապես գոյություն չունի, կեղծիք է։ Եսը խայտարակություն է, երբ որ պետության ղեկավարը պարբերաբար շրջանառության մեջ է դնում կեղծիքներ, բացահայտ կեղծիքներ։ Ունեն կաթողիկոսան տեղափոխման մասին փաստ, թող բերեն ներկայացնեն խոսան։ Համոզված եմ, որ այդպիսի փաստ գոյություն չունի։ Պարոն Չադապյան, բայց ամեն դեպքում նայեք այս պայթության փաստը, որ վարույթը կա։ Հնարավոր է ինչ-որ փուլում արդեն բանը հասնի նրան, որ սկսեն կալանավորումներ ձերբակալության, որում կաթողիկոսի։ Ես կարծում եմ, այս բռնատիրական վարչակարգից ոչ մի բան հնարավոր չի բացառել, որտեղ բոլոր դեպքերում արդեն տեսել ենք, որ 4 բարձրագույն հոգևոր անձիկ, եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ եւ ձերբակալվել են եւ կալանավորվել են, այսինքն իրանցից ոչ մի բան հնարավոր չի բացառել։ Բայց չէ, ես ասեմ, իրանք կենաց մահոկռիվ են մղում, դրա համար ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Բայց ես միևնույն ժամանակ համոզված եմ, որ պատասխանատվությունը դրա համար չի ուշանալու, որ այդ ամբողջ խայտարակությունը, ամբողջ աշխարհի առաջ մեր ազգը, մեր 1700-ամյա եկեղեցին, մեր հավատը, մեր հավատացյալներին խայտարակելը անհետևանք չի մնալու։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակցել են եւ իրականացրել են այդ ապօրի քրեական հետապնդումը, իսկ մենք գիտենք, որ մեր քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսվում ապօրի քրեական հետապնդման համար։ Իրանք պատասխան կտան դրա համար։ Խոսենք Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ, այսպես համեմատականներ անցկացնելով ոչ ուղղակի, այն էլ միջազգային պարբերականում ասաց, թե Հայաստանում 3-ից 4 հոգևորական կա, ովքեր մանկապղծության մեջ են թաթախված։ Ինչ հետևանքներ, ինչ պատասխանատվություն պետք է կրի։ Ես կարծում եմ, ոնց որ եւ նախկինում թող ապացուցի, իսկ կարող է ապացուցվի, որ ինքն է թաթախված։ Կարող է ապացուցվի, որ ինքն է թաթախված արդյունքում։ Այս ընթացքում այդպիսի անպատասխանատու անհիմն, անփաստարկված հայտարարություններ քաղաքացիական պայմանագրի տարբեր գործիչների կողմից անընդհատ հնչում են։ Հետո կարծես մոռացվում են, իրանց թվում է, որ մոռացվում են։ Ոչ մի բանը չի մոռացվում։ Իրանք իրանց ամբողջ զրպարտչական այս արշավի համար, մարդկանց վարքաբեկելու, մարդկանց ստորացնելու համար պատասխանատվություն են կրելու։ Ներառյալ նաև Ալեն Սիմոնյանը, ես կասեի նույնիսկ առաջի հերթին ինքը։